Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելու սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակենք միասնապար սերդել Սուկրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Այսօր պիտի սկսենք նոր գլխու սերդողության 51-րդ գլխու։ Եկեք նախ սիրելներ ցեզի ընթերցեմ առաջին մասը, ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա այբ վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած սպանի իխորոց սրդից խոսք ընթաստուծո եւ արդ ար երկրածին ոգ բաղադեցա այրս մահացու ամենաբադիր եթե ընդունայն է աղաղագելն ար մահգանացու փանագան եթե սուտ իցե պրգությունն ար հուսույն վստահություն ար մարդ ոգ եղձագան եթե ընդգարության փանին եւ նանիր է զորությունն ար իշխանս երկրավոր կահից եթե անցավոր է ընդ ինքյանս եւ յուր յանցն փարություն ար եղբայր ոգ հարազատ եթե գարոդ է գամելույն ար անցինն անթորություն ար հայրնիմ երկրավոր եթե բագասյալ են խնամագանքն ընդ ավուրց նվազությանն ար մայրնիմ որ երկնյաց եթե գասեցան կտությունք ընդ նահանջել գենտանությանն ար թակավորությունս աշխարի արդյոք որ զմահացուցանելն միշտ արվեստավորեն քան զգենակորձելն այլ արքեզ փարերար Աստված օրտնյալի բարձունս որ գենտանի ես եւ զգենտանություն դաս ամենայնի որ եւ հետ վախճանին զորես աներձապես նորոգել Սիրելներ այս գլխու մեջ պիտի տեսնենք թե ինչպես Սուրբ Նարեգացին ոչ թե մարդոց է որ կվստահի այլ Աստուծո կվստահի ոչ թե մարդոց է որ գաղերսե իր հոգի փրկության համար որտեվ ով գրնա մահգանացու մարդոց մե ուրիշին հոգին փրկել ոչ ոք ոչ իսկ սուրբերը այլ միայն Աստված ահա սիրելներ անորամար Սուրբ Նարեգացին այս հատվածի մեջ կտեսնենք որ գսե դեր քեզի որ բաղադեցա քեզի որ աղաղագեցի ինչպես նախքին բոլոր գլուխները երբ որ նոր գլուխ կսկսի երկրորդ գլուխենը սկսյալ ենթախորակիրը ենթավերնակիրը գա եւ բոլորի մեջնալ նույնն է անի գա այսպես նոր հավելում գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով ինքն է հսկողը իր անձին վրա ինքն է բաղադողը ինքն է գրգնագիորեն հեծեծողը լացողը իր անձին համար կարելի այսպես թարգմանել նաև նույն այն հսկողին աղերսալից մաղթանքներուն ու ողբախարն հեծեծանքներուն նոր հավելվածը եւ ահաբասիկ նոր գլուխ կսկսի եւ ինչպես Սուրբ Նարեգացի սկանչելի խոսքն է իխորոց սրդից խոսք ընթաստուծո սրդերու խորերեն սրդի խորերեն խոսք Աստուծո հետ խոսք առ Աստված աղոթքը սիրելներ Աստուծո հետ խոսակցություն է եւ մենք ալ պետք է մեր սրդի խորերեն Աստուծո հետ խոսենք ոչ թե շրթներով միայն հիշեցեք դեր Եսայի մարգարեին Պերնովսավ այս ժողովուրդը զիս միայն շրթներով կբաշտե բայց իր սիրտը ինձ մեհերու է եկեք մենք մեր սրդի խորերեն Աստուծո հետ խոսենք սիրելներ եւ բաղադինք իր մեջ խնդրենք մեր հոգիի փրկությունը ամբողջ մեծ հատվածը գթարկմանեմ ուրեմն գսե Նարեգացին արդ ես խիստ խապված մահգանացուս երկրածինիմը բաղադեցա որուն աղաղագելը ընդունայն լա փանագան մահգանացուիմը որուն վրա տրված փրկության հույսը լա սուդ եղձվելու ենթագա մարդումը որուն զորությունն ալ փուջ է դգար խոսքին բես
Եգրավոր քահերու իշխաններուն, որոնց բարիկներն ալ իրենց նման անցավորը լան։ Հարազատ եղբոր, որ գարոդը լա իրանցին հանգստությունը փնտրելու։ Երգրավոր հորս, որուն խնամքները բաքսած են ցանկի օրերուն գարջնալուն հետ։ Զիս երգնող մորս, որ ապրել է թատրելով կթություններն ալ գասեցան։ Գամ աշխարհի թակավորություններուն արդյոք, որոնք միշտ մերցնելու արվեստը կմշակեն, քան ապրեցնելու։ Սիրելիներ, մենք որու գուսանք, մենք որու գաղաղագենք մեր հոգին համար։ Սուրբ Նարեգացին մահկանացու զանազան երկրածին մարդոց օրինակներ կբերի այստեղ, ցույց տալու համար, որ ինք չաբավինեցավ մարդոց, այլ աբավինեցավ Աստծո։ Ոչ թե մարդոց աղաղագեց իր հոգին փրկելու համար, այլ աղաղագեց Աստծո։ Եկեք մեկ առ մեկ այսպես իր խոսքերը մեր ցանկին հետ կապենք եւ տեսնենք, ասե. Ես որ ամեն գերբով ու խիստ խապված եւ մահվան արժանի մահկանացում ունեմ։ Մենք ալ նույնը չենք սիրելներ, ամեն գերբով միշտ խապված եւ մահացու մահկանացու ենք, աթամորթի ենք, միշտ խապված ենք, սատանայեն, թևերեն, աշխարեն, մեղքեն, մարդոցմե։ Եվ հետևաբար արժանի ենք մահանալու, որովհետև մեղքին վարձքը մահ է, գսե Պողոս առաքյալ Հռոմայացիներուն նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ։ Եվ կշարունակե Սուրբ Նարեգացին ասելով, միթե երգրածին կնշանակե երգրեն ծնած, հողածին, միթե ուրեմն երգրածին մեգումը բաղադեցա, մեգումը աղաչեցի, մեգեմը խնդրեցի, որուն աղաղագելը, որուն քոչելը, խնդրելը սին, բարապ բան է, թադարկ բան է, ընդունային է, զուր դեղ է։ Ով գերնա մեր հոգին փրկել։ Որ մարդը, որ աթամորթին, որ երգրածինը, որ մեկը, ով։ Չէ որ երգրածին մարդը անգարող է ուրիշի հոգին փրկել։ Երգրածի մարդը չգրնար իր հոգին փրկել, ուր մնաց թիմացինին հոգին փրկե։ Գամ արդյոք փանական մահկանացուիմը բաղադեցա գսե Նարեգացին, փանական միտք ունեցող մահկանացուիմը, որ այսօր գա վաղը չգա, որուն վրա տրված փրկության հույսը սուդ ու թադարգ է։ Սին է, թադարգ է, բարապ է սիրելներ, մահկանացուի վրա տրված փրկության հույսը։ Եթե մեկը ուրիշի վրա տրած է իր փրկության հույսը, թադարգ է։ Ես կհիշեմ, երբ որ 30 տարիներ առաջ եւ ավել գրոնավոր եղա, հարազատներս թուրսերեն նամակ գրեցին, հերացանեցին շնորհավորելու, ասին որ այր բարտև հիմա այլևս միջնորդ ունենք Աստուծոքով, երբ որ հանգարց բամը պատայի փրկվիս մեզյալ հետդ փրկե։ Ասի որ ես իմ անձս չեմ գրնար փրկել, ուր մնաց ծեր հոգիները։ Միակ փրկիչ կա, անալ Հիսուս Քրիստոսն է։ Սուրբերն անգամ չեն գրնար փրկել, սուրբերը փրկիչներ չեն։ Աստուծո եւ մարդոց միջեւ միակ փրկիչը կա, գսե Պողոս առաքյալ առաջին Դիմոթեոսի նամակ 2-րդ գլխու 4-րդ համարի մեջ։ Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսն է։ Ուրիշ փրկիչ չկա, սուրբերը բարեխոսներ են մեզի համար։ Դիրոջ մոտ։ Բայց փրկիչներ չեն, փրկիչը մեկ է։ Մեկը մյուսը չի գրնար փրկել։ Մեկը մյուսին համար միջնորդություն չի գրնար ընել։ Ամեն մարդ դիրոջ է որ, փրկչին է որ պետք է ապավինի, որպեսզի կարողանա փրկվել։ Գամ եղձվել կնշանակե աբագանիլ։ Մարդը աբագանիալ է, եղձվեցավ մարդը եւ որ մեղ կործեց։ Ուրեմն գսե գամ եղձվելու, աբագանելու ենթակա մարդումը բաղադեցա, որուն խոսքը դգար ըլլալե զատ իր զորությունն ալ ոչինչ է փուջե։
Ինչպես որ մարդուն խոսքը դգար է, մարդուն զորությունն ալ ուրիշը բրգելու, ֆուջե, թադարգե, դգար է, զորություն չունի։ Ինչպես Դավիթ թագավորն ինքն ալ գսե Սամոսի մեջ 144-րդ Սամոսի 4-րդ համարի մեջ մարդս ոչինչի պես է եւ իր կյանքը վաղանցուկ շուկմը շուտ անցնող շուկմն է այո մարդս ոչինչի պես է սիրելիներ մարդիկ բادرազմելու ժամանակ այս ուժին կամ այդ ղեկավարին կվստահին իրենք այդ ղեկավարները այդ ուժերը չունին այդ զորությունը որ իրենց անձը բրգեն ու մնաց ուրիշները բրգեն մարդը ոչինչի պես է Գամ եգրավոր քահագալներուն իշխաններուն աղաղագեցի գսեն արեգացին որոնց բարիկներն ալ անցավոր են իրենց նման որքանալ փորձեն բարիկ ընել իրենց նման անցավոր են այդ ղեկավարները նույնիսկ եթե բարի ղեկավարներ բարի իշխանները լան ինչպես որ Սամոս ասացը գսե 146-րդ Սամոսի 3 եւ 4 համարներում մեջ հույս մի տնեք իշխողներուն մարդ արարածին վրա լսեցիք հույս մի տնեք իշխողներուն մարդ արարածին վրա փրկություն մի սպասեք անոնց մե որ մե որ փրկություն կսպասենք մարդոց մե ղեկավարներեն հոգին որ ելե մարդս հողին կդառնա եւ նույն վարգանին անոր մտածումները օդը գցնտին սիրելիներ մարդիկ այնքան կապված են այս աշխարհին եւ այնքան գխապվին այս աշխարհի ղեկավարներեն որ իրենց հույսը այսինչ ղեկավարին կամ այնինչ բեդության վրա գտնեն հույս մի տնեք իրենք ալ մարդեն իրենց մեջ են ալ հոգին որ ելե իրենց բոլոր մտածումները հոտս կցնտին միան աստծո պետք է ապավինել գամ հարազատ եղբորը աղաղագեցի գսե նարեգացին որ ինք գարոդ է ուրիշի բարի հաճ գամքին եւ իր անձին հանգստությունն է որ գփնդրե նույնիսկ հարազատ եղբայրդ իր հանգստությունն է որ գփնդրե իրեն համար իր կյանքն է թանկակինը անիգա քեզ պիտի կարողանա բրգել ադալ պիտի չգրնա իմանայցեք ավելի այսպես ընտանեկան շրջանակը գնեղցնե ցույց տալու համար որ նույնիսկ ընտանիքի հայրը մայրը չեն գրնար մարդս բրգել գսե գամ եգրավոր իմ հորս բաղադեցա խնդրեցի որուն խնամքներն ալ բաքսած են իր կյանքի օրերուն գարժնալուն հետ քանի ալևոր հայրը իր անձը խնամելով ավելի կսպաղի իր կյանքի մայրամուդին արևնամուդին քան իր զավակներու հոգսերով այդպես է չէ այո հայրը կթած է այո հայրը քուրքուրոդ է բայց իր կյանքի մայրամուդին արևնամուդին եւ որ ձերանա հազիվ հազ գրնա ինքզինքը հոգալ ուր մնաց իր զավակներու հոգսերով հոգա զավակներու հոգսեր հոգա ուր մնաց կարողանա սիրելներ իր զավակներու հոգին բրգել գամ մորս որ զիս երգնեց այսինքն ծավերով աշխարհ ծնավ փերավ որուն ցուցաբերած քուտն ու կորովանքները թատրեցան երբ ինք այս կյանքեն մեկնեցավ մայրերուն քուտը այո սիրելներ մինչև քերեզման է բայց մերներեն վերջ ինչպես պիտի կթա ինչպես քուտ պիտի դա ինչպես պիտի բրգե ոյե մեգոքին մամայի բաբայի հոր մոր սերը քուրքուրանքը քուտը սիրելիներ մինչև վերջը բայց մերնել է վերջ անոնք եւ որ մահանան աստված երկար կյանք տա անոնք որոնք հայր եւ մայր ունին բայց սիրելիներ եւ որ մահանան ով ինչ կրնանել ինչպես կրնան անոնք իրենց զավակներու հոգին բրգել ոչ մեկ ցևով ողջ եղած ադենին չեն գրնար ուր մնաց մերնել է յետք գամ արդյոք աշխարհի թակավորություններուն իշխանություններուն թակագիրներուն բաղադեցա գսեն արեգացին հոգի սպրգության համար որոնք միշտ ու միմիայն
մահ սփրելու, մերցնելու արվեստը կմշակեն, հնարքներ կգտնեն, քան կյանք տալու, գենտանացնելու, ապրեցնելու։ Սիրելներ, այո, որքանալ այս երկրի ղեկավարները, թագավորները, թագավորությունները, իշխանությունները փարիալ յետիելան, սակայն անոնք սիրելներ հանցավորներուն առավելապար ինչ կնեն։ Գներեն թե ոչ կբաջեն։ Դեսեք սիրելներ, միակ ներողը, մեղքերը ներողը եւ մորցողը Աստված է, որ գսե ես ինձի համար քու մեղքերը գներեմ ու ալ չեմ իշեր։ Եսայի մարգարեի պերնով գսե։ Անորամար սուտ նարեգացին, ահա վերջին հատվածի մեջ գսե, կթարգմանեմ, այլ միայն քեզի բաղադեցա, ով բարերար Աստված, բարձունքներու մեջ օրտնված, որ գենտանի ես եւ գենտանություն ուդաս ամենուն, այլև գրնաս մահվանե ետ կալ աներտ զորեն նորոքել։ Սիրելներ սուբնարեգացին ո՞ե մեկ մարդկային անցի մահկանացուի չի վստահիր, չի բաղադեցավ, չի բաղադիր։ Եվ մենք ալ սիրելներ որոնց բաղադինք, նույնիսկ մեր ծնողներու բաղադինք սիրելներ թադարգեսին է, որովհետև իրենց մահեն ետ, իրենց ձերանալեն վերջ ոչ մեկ ցևով գրնան օգտագործություննալ։ Ոչ իշխաններուն, ոչ մահկանացու մարդուց, ոչ եղձանելի աբագանյալ մարդուց, մահկանացուի աթամորթի, ոչ մեկուն։ Ահա սուբ նարեգացին ադորամար գսե միայն քեզի, ով բարերար Աստված, բարձունքներու մեջ օրտնյալ Աստված, միայն քեզի աբավինեցա, միայն քեզի բաղադեցա, միայն քեզի աղաղագեցի, միայն քեզի կոչեցի, միայն քեզի թիմեցի, միայն դիրոջ կրնանք թիմել սիրելներ, մեր հոգի փրկության համար միայն դիրոջ կրնանք թիմել, ըսելու համար որ դեր, մեղավորս, խապվածս, հավիդենաբես մերնելու արժանի անցս քեզի աբավինեցա եւ քեզի գաբավինիմ որ փրկես իմ անցս ինչպես որ սիրելներ 118-րդ Սամոսի 8 եւ 9 համարներու մեջ ինչ կսե ավելի լավ է դիրոջ աբավինել քան թե մարդոց վստահիլ ավելի լավ է դիրոջ աբավինել քան թե մարդոց ղեկավարության վստահիլ 107-րդ Սամոսի 14-րդ համարի մեջ գսվի սիրելներ որ անոնք որոնք իրենց նեղության մեջ դիրոջ գաղաղագեն դիրոջ աղաղագեցին դերը զանոնք փրկեց իրենց անսկություններն ահա մենք ալ սիրելներ դիրոջ պետք է աղաղագենք եւ ասենք որ դեր բարերար Աստված թուն որ բարձունքներու մեջ օրտնված ես քեզի որ գաղաղագենք եւ նարեգացին գսե թուն որ գենթանի ես թուն մերած չես այլ ողջ ես հավիդենական ողջն ես գենթանի Աստված ես եւ ոչ միայն գենթանի ես այլ նաեւ գենթանություն գուդաս կյանք գուդաս ինչը սա դեր Հիսուս Քրիստոս Հովանու ավետարանի 10-րդ գլխու 10-րդ համարի մեջ ես եկա որ կյանք ունենաք եւ առավել կյանքը լեցուն կյանքը հավիդենական կյանքը ահա սիրելիներ Հիսուսի ինքը կյանքը որ ին գենթանին է մերելներեն հարություն արած որովհետև ինչը սա վրեշտակը յուղապեր կանանց ինչու համար ողջը գենթանին մերելներու մեջ կփնտրեք անիկա հոշ չէ այլ հարություն արած է դեր Հիսուս Քրիստոս սիրելներ միակ գենթանին է այս աշխարհի բոլոր գրոններու հիմնադիրները փիլիսոփաները բոլորը մահացել են դեր Հիսուս մահացավ իր մահով մահը ջզմեց հաղթեց մահվան եւ իր հարությամբ մեզի կյանք շնորհեց ահա ինքն է գենթանին եւ գենթանարարը գենթանություն կյանք դվողը եւ վերջին դողը այլև գրնաս կսե մահվանե յետկալ աներձորեն նորոքել աներձ կնշանակե անաբական ցևով վերանորոքել մեզ ինչպես որ Փիլիպեցներու նամակի մեջ
Բողոս Արաքյալ գսե 3-րդ գլխու 21-րդ համարի մեջ գսե մեր եւ որ Տեր Հիսուս Քրիստոս վերաթարնա երկրորդ կալուստին մեր մահգանացու մարմինները գերբարանա փոխե եւ իր մարմնին պես փարավոր պիտի դարձնե իր զորությամբ որով գրնա ամեն ինչ իր իշխանության ենթարկել սիրելիներ դերը երբ որ վերաթարնա մեր մահգանացու մարմինները որոնք հողի մեջ աբագանվելով արդեն ավազ դարձան հող դարձան պիտի վերա գերբարանա փոխե մեզի պիտի դա փարավոր մարմին անեղծ մարմին անապագան մարմին եւ ամենքս սիրելներ հավիտենական կյանքի մեջ փարավոր մարմինով պիտի ապրենք միայն հոգիով պիտի չապրենք այլ փարավոր մարմինով գերբարանա փոխված մարմինով անեղծ մարմինով եւ ասիգա միայն ու միայն դեր գրնանել ուրիշ ոչ ոք ոչ մեկ մահգանացու մարմին ոչ մեկ մահգանացու մարդ ոչ մեկ աթամորթի միայն ու միայն դերը եւ քանի որ միայն ու միայն դերը գրնա մեր մեզի անաբագան մարմին դալ գերբարանա փոխել մեր այս աբագանիալ մարմինը եւ մեզի դալ փարավոր մարմին ուրեմն սիրելեր մեզի կմնա միայն բաղադիլ աղաչել խնդրել թիմել երկնավոր Աստծո միայն որ օրտնված է բարձունքներու մեջ ահա սիրելներ սուբնարեգացին ինչպես կզորացնե մեզ որբեսի մենք կարողանանք մենք հայացքը ոչ թե մարդոց ուղել այլ մեր հայացքը երգինք Աստուծո մեր Տիրոջ Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության ուղել որտեվ ինքն է որ գրնա մեզ վերագենտանացնել Փառք ամենասուրբ Երրորդության Հորը Որդին եւ Սուրբ Հոգին օրտնյալ է բարձունքներու մեջ որ գենտանի է գենտանարար է կյանք տվող է որ գրնա մեր մահգանացու մարմինները անեղծորեն վերանորոգել օրտնյալը լա դերը հավիդյան Աստված ցեզ արադաբես թողորտնե Փարի եւ օրտնյալ օր ծեր բոլորին